չէ՞ որ այդ նույն խումբը սկսել էր դեռևս հունիսի 17-ից իրենց գործողությունները։ Սա մեկ, երկրորդը։ Իհարկե շատերի համար ծիծաղելի կթվա, բայց քննչական մարմինը գտնում է, որ այստեղ կա նաև թաքնվելու ռիսկ։ Թաքնվելու, ինչից թաքնվի։ Օրինակ, Սամվել Կարապետյանը ինչից պետք է թաքնվի։ Այս աբսուրդային մեղադրանքից, որը աբսուրդային է, ակնհայտ աբսուրդային է բոլորի համար։ Ինչը պետք է լինի շահագրգռվածությունը։ Եվ երկրորդը, Սամվել Կարապետյանը նույն հուլիսի 4-ին իր ուղերձում հայտարարել էր, որ ինքը քաղաքական հայտ է ներկայացնում։ Այդ պայմաններում ինչ թաքնվելու ռիսկ։ Իսկ ինչի մասին ենք խոսում։ Ո՞րն է ռիսկը, որ Սամվել Կարապետյանին իզոլացնեն նախընտրական փուլում, ո՞րն է ռիսկը, որի մասին չեն բարձրաձայնել օրինակ իրավապահները, արդարադատության ներկայացուցիչները։ Ես կարող եմ հետևյալը ասել. իրականում բոլոր հարցերը կամ դրանց պատասխանները միգուցե կամ երկուսը միաժամանակ թաքնված են Facebook սոցիալական ցանցում հունիսի 17-ի